Ողջույն։ Ինչու եմ այս լուսանկարները դրել այսօր էկրանին։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին փողոցի որ հատվածում ուզում պառկում էր ու ոստիկանները շատ սիրահոժար էին։ Այնքան լավ էին տրամադրված ակցիաների մասնակիցների նկատմամբ, ընդգծված դրական Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ քթից անգամ արյուն չէր գալիս։ Հիշում եք այն հայտնի հեղափոխական բինտը, որ կապել էր ձեռքին, մի քիչ իբր արյուն էր դուրս տվել, այնքան իրեն կոտորեց, որ վնասված կստանա գոնե, մի ոստիկան մի հարված տա, արյունհանի չստացվեց, ստիպված Նիկոլը ինքնավնասում արեց փշալարերի վրա։ Այս մյուս լուսանկարը հայտնի ռադիոյի դռան կոտրելն է։ Դե թող հիմա մեկը ակցիանի այն մեթոդներով, ինչ մեթոդներով Նիկոլեն կարել են 2018-ին։ Չեմ ասում ռազմավարական օբյեկտի դուր ջարդի ու ներխուժի։ Թող պարկի հասարակական տրանսպորտի տակ։ Թող ոստիկանին դիմի այն բառապաշարով, ինչ Նիկոլի 2018-ին էր անում։ Թող հրի բրդի ոստիկանին։ Թող Նիկոլին դիմի այն բառապաշարով, ինչ նա դիմում էր երկրի ղեկավարությանը ու տեսեք ինչ կկատարվի։ Մի քանի օր առաջ բողոքի մի թեթև ակցիա էր, ու մի 30 հոգու ձերբակալել են, մի 15-ին կալանավորել են։ Գյումրու այդ իրադարձությունների ժամանակ, երբ ընդամենը մարդիկ հավաքվել էին սատարելու իրենց քաղաքապետին, ում ձերբակալում են ընդդիմադիր լինելու համար։ Այդ ակցիայի ժամանակ այնքան մարդ էին բռնել, որ ձերբակալվածների պահման վայրում տեղ չկար։ Գյումրուց ստանում էին Ալավերդու բաժին։ Նիկոլն էլ է եղել ընդդիմադիր։ Ու գուցե սխալ եմ ձևակերպում, փողով, ֆինանսական աջակցությամբ ընդդիմադիր աշխատող։ Նրան փռել են ասֆալտին, մեկ օրում 2 փաստաբան են բռնում ասֆալտին փռելով։ Քաղբանտարկյալներին նվիրված ասուլիս է, ասում հանրահավաք է ներողություն, ասում են իշխանությունը մարդիկ է դրել, որ գնան ստուգեն, թե հեծից ով է մասնակցել, որ գործից անեն, քրգործառուցեն, որպես պարտադրելով հավաքի բերում։ Ասում են, գնում հարցնում են, ով է միտինգին մասնակցել, ինչու է մասնակցել։ Երեք լրագրողը ֆիքսում է կադրեր, որ վաղարշաբաթում ՔՊ թեկնածուի հետ Քարոզարշավյանում հեծի Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրեն է։ Եթե դա Քարոզարշավ աներ այլ ընդդիմադիր թեկնածուի համար, րոպեներ անց Մասիս Մերկոնյանը կպեչատեր կալանքի որոշումը։ Կարդում եմ գյուղաբնակներին այցելում ու պահանջում են, համոզում են չմասնակցել ընդդիմադիրների հետ հանդիպման, սպառնում են պատժել։ Միամիտ մարդիկ են վախենում են։ Լավ, ժողովրդի իշխանությունը սարքում է ժողովրդի գլխին։ Այսօր մի քանի մամուլի ասուլիս կար, բոլորը բռնաճնշումների մասին էին։ Իշխանությունը շինծու ու մեղադրանքով հանրահավաքին իբր նյութապես շահագրգռելու եւ այլն։ Մարդկանց լցնում է բանտերը։ Փաստաբաններն ասում են, ապօրինություն է կանում, բայց դե դատավոր, դատախազ, քննիչ սաղ մի գծի մեջ են։ Մեկ էլ հոբ դրսից գալիս է գնահատական, որ դա ապօրին է։ Մարդիկ տարիներ անցկացնում են բանտում ապօրինի որոշումներով։ Ալենն ասում է, մեր իշխանությունը ոչ մարդ է ծեծում, ոչ մարդ է սպանում, տո ծեծում է, սպանում է, մահվանել է տանում, այն էլ հազարներին, ուն է զրկում է, անտեղի նստեցնում է։ Օրենքի հետ կապ չունեցող դատական ակտեր, ֆեյքեր, բռնություններ, քաղաքական հետապնդումներ, սադրիչների բանակ, սա է սրանց ռեսուրսը։ Մենք սովորենք այս ռեժիմին, ամեն ինչ սպասում ենք, բայց գոնե մի ասեք ժողովրդավարություն, մի ասեք ժողովրդի իշխանություն, մի ասեք մարդը գերագույն արժեք է, մի ասեք ժողովուրդը մեր կողքին է, ժողովուրդը ձեզ հայհոյում է, ձեր կողքին կան բազում սադրիչներ ու ֆեյքեր։ Հակաեկեղեցական մի քահանա կարգալույծ է արվել, քանի որ նիկոլական տերտերը Նիկոլը կանգնել է մեջքին, ուղարկել է ոստիկաններին հովանավանք ու խախտելով Հայաստանի սահմանադրությունը քիթը խոթել է եկեղեցու տարածք, չի թողնում մայրաթոռի որոշումը կատարվի։ Դիմում են իրենց աջակիցներին, աջակից չի գտնվում, ստիպված ինչ են անում, ոստիկաններին հագցնում են քաղաքացիական շորեր եւ ուղարկում եկեղեցու բակ, մարդկանց սադրելու, հավատացյալ ժողովուրդ ներկայանալու։ Այս ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանը մարզային այցի ժամանակ իբր չնախատեսված կանգառ է ունեցել որևէ գյուղում, հավաքել է լիքը ժողովուրդ, մեկ էլ հետո ուսումնասիրել, պարզել ենք, իբր այդ պատահական հավաքված լիքը ժողովրդից
Մեկը եսին որտեղի ոստիկանապետն է, հագցրել են քաղաքացիական շորեր ու տնկել այնտեղ։ Այն մյուսը ոստիկանի աշխատում մեկ այլ մարզային վարչությունում, այսպես շարունակ։ Հիմա եկեղեցու դիմաց բեմադրվում է միջոցառում նախկին քահանա Ստյոպայի կողմից մի քանի տարեցի ու մի քանի այլ մարդկանց մասնակցությամբ, իբր նրան այդ նախկին քահանային աջակցություն։ Նրանք իբր հանդես են գալիս հարսանքավորներ, նախկին հոգևորականի աջակից, լրագրողներին սադրում են, հայհոյում են, քաշքշում են, մեկ էլ պարզվում է ինչ, ոստիկան են։ Իրենց կեղտոտ ծրագիրը իրականացնելու համար իշխանությունը մարդ չի գտնում ու դիմում է այն կառույցին, որը պատրաստ է բարոյապես մաշվել անխնա, ու դա լավագույնս անում է արդեն մի քանի տարի, ոստիկանությունը։ Նիկոլը ոստիկաններին օգտագործում է ինչպես որ ուզում է, ցանկացած բանի համար։ Ոստիկանների գլխավոր անելիքը միայն Նիկոլին պահակություն անելը չէ, նաև պահակություն անելն է նրա, ում ուզում է Նիկոլը։ Կարելի է օրինակ գնալ կառավարական դաչա ու տեսնել, ովքեր են այդ դաչան մաքրում, այգին ովքեր են խնամում, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, թե այլ աշխատողներ։ Միայն Նիկոլի ղեկավարած երկրում է հնարավոր տեսնել մարդու, որ նորվա մի կեսին աշխատում է ոստիկան, մյուս կեսին սադրիչ, ու երկուսն էլ հանուն Նիկոլի։ Համազգեստ հագած ոստիկանի ներկայությամբ սադրիչ ոստիկանները ջինսերով վիրավորում են լրագրողներին, մարդկանց, տարեց հոգևորականներին, բայց ոստիկանը տեղից չի շարժվում։ Կանանց հայհոյում են, ոստիկանը տեսնում է, տեղից չի շարժվում։ Հասկացանք, որ հրահանգ եք ստացել, բայց ոչ բարոյականություն կար, ոչ մասնագիտական պարտք, ամեն ինչ զոհ է գնում այդ հրահանգներին, անկեղծորեն արժանապատվության հարց է։ Ոնց կարող ես թույլ տալ, որ քեզ օգտագործեն ամեն ինչի համար։ Կիրակի օրը Հովանավանքում տեղի ունենալու աղանդավորական ժողով, որին մասնակցելու է, ինչպես հայտարարել են, ՔՊԱ-ական ղեկավարությունը։ Եթե տեսնեն մարդ չեն գտնում եկեղեցին լցնելու համար, կբերեն ոստիկանների քաղաքացիական հագուստով։ Սովորական մարդիկ դրան վերաբերելու են որպես աղանդավորական շոու, որտև Ստյոպան այլևս Տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարակ, հարսանիք, կնունկ ունի այնքան իմաստ, որքան իմաստ ունի ցանկացած ոչ հոգևորական մեկի պատարակ անելը։ Համաշխարհային խայտառակություն է, որ քրիստոնեությունը առաջին ընդունած երկրում հոգևորականների են դատում, էլ սադրում են եկեղեցուն, էլ սադրում են հավատացյալներին, եկեղեցին սարքում են աղանդավորական միջոցառումների վայր, որովհետև այդպես ուզում է մեկ հոգի, որն էլի դեպ լրիվ հակառակ բանն է կոչված։ Չերչիլն ասում է, կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրավունք ունեն ասել այն ամենը, ինչ մտքներով անցնում է, իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի հակաճառել, ապա դա օրենքի խախտում է։ Լրիվ բնորոշ է այսօրվա փաշինյանական իշխանությանը, ըստ իրենք ասում են ամենաճիշտը, իսկ մյուսները եթե բերանները բացեցին, ուրեմն պետք է քրեական գործառույցվի։ Կարճ ասած, ամեն օր արձանագրում ենք այս իշխանության ապօրինությունների շղթան, փաստում ենք, որ փաստաբանների են բռնում ապօրինաբար, գործից ազատում են մարդկանց ապօրինի, բարերարին կալանավորում են ապօրինի, սրբազաններին կալանավորում են ապօրինի, ոստիկաններին ծառայեցնում են կուսակցական քաղաքական նպատակների համար ապօրինի, դատախազներին, քննիչներին ևս եւ այլ հազար ու մի ապօրինություններ։ Այդ մարդը օրենքից դուրս է իրեն դրել, չի գործում որևէ օրենք, որը պետք է զսպեր նրան, ձեռքը բռնող չկա։ Առայժմ, բայց նշենք, որ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ գործում է օրենքից դուրս։ Օրենքից դուրս են փաստացի նրանք, ովքեր կատարում են իր հրահանգները, կլինի ոստիկան, կլինի դատախազ, կլինի քննչականի նախագահ, կլինի падգամավոր, նախարար, դպրոցի տնօրեն, թե այլ ոք, ու բնականաբար պատասխան տվողը միայն այդ մեկը չի լինելու։